Մաքուր է։ Աշխարհի տարբեր ծայրերից ամեն տարի նվերներ եմ ստանում աղբի տեսքով։ 4 տարի շարունակ Հակոբ Միկոյանը Երևանն ու մարզերը մաքրում է աղբից։ 44-օրյա պատերազմից հետո է որոշել հոբին դարձնել ամենօրյա գործ։ Հորդորում ու խնդրում է բոլորին, որ շուրջը մաքրեն աղբից կամ ուղակի չախտոտեն։ Իսկ ծննդյան օրը որպես նվեր տոպրակներով աղբ է ստանում, որովհետև ինքն է խնդրում։ Ամեն տարի ծննդյանս օրվա առթիվ իմ ընկերներից բոլորից խնդրում եմ, իմ հետևորդներից խնդրում եմ, որ եթե ուզում են ինձ մի նվեր անեն, աշխարհի ցանկացած կետից մեկ տոպրակ աղբ հավաքեն եւ նկարենք ցանց սոցիալական ցանցերում, նվիրելով այդ աղբը իմ ծննդյան օրվան։ Պատվեց արում է շատ զիբիլկա էլի։ Լավ էլ հավաքեցի համար 2 տոպրակ։ Շնորհավոր ծննդդ, լիքը լավ բաներ եմ ցանկանում։ Մաքրապատում, այսպես է նկարագրում այն, ինչ անում է։ Facebook-յան իր էջում հրապարակելով տեսանյութերը գրում է նաև օրերը։ Հիմա արդեն մոտենում է 1460-րդ օրվան։ Զինվորական կապի գծով ռադիոինժեներ է Հակոբը։ Հիմնական աշխատանք ունի, դա էլ է կապված մաքրության հետ։ Աշխատանքից առաջ ու հետո նաև շուրջն է մաքրում աղբից, հաճախ նաև ընթացքում, եթե ժամանակը թույլ է տալիս։ Այս աղբը ոչ միայն հողի նկատմամբ արհամարանք է, նաև միմյանց նկատմամբ արհամարանք է եւ այս աղբը առաջի հերթին իմ մեջից պետք է վերացնեմ։ Սա համեմատում եմ մարդկանց մտքի աղբի հետ, մեր բոլորի, ոչ մեկին չեմ ուզում առանձնացնեմ։ Այսպես ասած, ոչ մեկը սուրբ չենք։ Բոլորս ունենք մեր թերությունները։ Ամեն մեկս մեր համար պետք է պատասխան տանք։ Վերցրեք ձեր քցածը ու հասցրեք աղբամանը։ Լավ։ Պարբերաբար մոտենում է մարդկանց ու խնդրում այդ պահին նետած աղբը հավաքել։ Ասում է հաճախ սրտերին մոտ են ընդունում, վիճում, բայց հիմնականում խնդրանքը կատարում են։ Հիմա պատկերացրու մի դրվագ, ես եմ ծխում, քեզ ասում եմ, քեզ շատ սիրում եմ, ու հաջորդ քայլին ծխախոտի մնացորդը շպրտում եմ վրեդ։ Այդ դու ես, այս հողը դու ես, մեր մարմինը վերջում դառնալու է հող։ Սթափվեց մարդը, հասկացավ իր սխալը, մերայություն խնդրեց, ասեց ճիշտ ես ասում։ Ու վստահ եմ ինքը այլևս չի գցելու։ Հակոբի մանկահասակ դուստրն էլ արդեն գիտի, աղբը պետք է աղբաման ունետել, ոչ թե այնտեղ, որտեղ պատահի։ Մարդիկ աղբը նետում են այնտեղ, որտեղ մտքի ծայրով անգամ չեր անցնի։ Ասում է Հակոբը, որի հետ նկարահանումը սկսեցինք վաղ առավոտյան քաղաքի կենտրոնական հատվածներից, շատ աղտոտված էր։ Այ քեզ բան, անգամ զվել է շատ լինում։ Այս մարդիկ մտածում են, որ երևի իրանք ավելի մաքրասեր են, մի քիչ ավելի սենց հողին չեն գցում։ Հնարամիտները թաքցնում են աղբը այ այստեղ ծառերի արանքում։ Ձեզ նույնպես եղբայր ջան։ Շնորհակալ եմ շատ։ Մաքրությունը այլընտրանք չունի։ Ծառերի ճյուղերի արանքում անսարք ծանր լամպեր, փոշեկուլի չաշխատող մասեր, բայց ամենաշատը հատկապես ծառերի տակ ծխախոտի մնացուկներ, տուփեր ու սուրճի բաժակներ են թափված։ Հաճախ դրանք չի կարողանում Հակոբը ձեռքի գործիքով հատ-հատ հավաքել։ Ձեռնոց գտաս։ Դստե արդեն գործիքով մաքրելը մի քիչ շատ ժամանակատար է, հետևաբար գործի են դրվում ձեռքերը։ Կոֆեի խառնելու գդալներն են ու կոֆեի ապարատն ընդեղ, այս որ մենք չհանենք, ոչ մեկ չի հանելու, էլի։ Վերել ու խցկել են Առանց հասկանալու, որ այս ծառը մեզ կենսական նշանակության թթվածին է մատակարարում, էլի։ Սա ինչ է։ Պարբերաբար տարբեր խմբեր, այդ թվում նաև օտարերկրացիներ, անհատներ միանում են Հակոբին ու մաքրում Երևանն ու մարզերը աղբից։ Մեր նկարահանման օրը նրան էր միացել 30-ամյա Գևորգը։ Համացանցով հետևում է Հակոբի մաքրապատման աշխատանքներին, որոշել էր օգնել։ Բարև աղբերս, ոնց ես։ Ես ուզում եմ քեզ օգնեմ, բայց երևի դու ինքնուրույն ամեն ինչ կարաս։ Կարծում է հողի համար կռիվ տվողն այն չի աղտոտի, իսկ թե ինչ է հողի համար կռիվ տալը ինքը լավ գիտի։ Արցախի հարավային զորամասերում եմ ծառայել,
ու վիրավորումը ստացել եմ հոկտեմբերի 25-ին 2020 թվականի ողնաշարավորողային վիրավորում։ Ոչ մի արտարոց բան չկա, էլի։ Իմ պարտքը կատարելուց վիրավորվել եմ։ 44-օրյա պատերազմում կորցրել է միակ եղբորը, նորակոչիկ էր։ Իսկ ինքը, Սպա Կարապետյանը, ծանր վիրավորումից հետո սայլակով է տեղաշարժվում։ Ես եւ իմ ընկերները որոշել ենք, որ միանանք Հակոբի մաքրապատմանը, որովհետեւ ըստ իս կարող է որոշ մասայի մոտ ինչ-որ կարծրատիպ փոխվի, եթե վիրավորումը ստացած տղաները փորձում են մաքրել, ավելի լավ է չկեղտոտենք, որ գոնե իրանց չանհանգստացնենք։ Արդարացում չկա, էլի, ընդամենը մի 10 մետր ենկոմ աղբաման կա ու սա արդարացում չունի, որ աղբաման չկա, բա ինչ անենք։ Տարածքը չաղտոտել ու հենց իրա տակ։ Այ եթե ծխախոտը չլինի, կարելի ասել 70%-ով հարցը կլուծվի։ Առաջի անգամի համար լավ էլ օգտագործում եմ գործիքը։ Գևորգը խոստացավ հաջորդ անգամ վիրավորում ստացած մի խումբ ընկերների հետ կգա ու կօգնի Հակոբին։ Պայմանավորվենք արդեն շաբաթ կիրակին էլի ու տղաներին էլ հրավիրեմ, ես գործիքները պատրաստեմ, քանի հոգի եք մոտավոր 10+ կլինենք։ Օ, հիանալի է։ Հիմա Գևորգին ճանապարհում ենք աշխատանքի։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Այսինքն լավ աղբերներ են միան։ Հակոբը երբ մոտենում է մարդկանց ու խնդրում, որ թափածը հավաքեն, վիրավորական բառեր չի օգտագործում։ Գիտակցենք վերջապես, որ յուրաքանչյուր վիրավորանք եւ հայհոյանք նույնպես աղբա։ Նկարահանումն ավարտեցինք այգում, քիչ թե շատ մաքուր էր։ Չէ, մաքրություն չենք անելու, ինտերվյու ենք անելու, հա? Հիմա հարցազրույց ենք անելու։ Առաջարկում թեյ խմենք։ Հակոբի պատրաստած թեյն ենք փորձում։ Վաու։ Հույս ունի, որ մի օր մեծ ճամփորդություն կսկսի։ Առաջին կանգառն էլ Հնդկաստանը կլինի։ Սկսենամ այնտեղ էլ փոքրիկ լումա ներդնեմ իմ մաքրության գործին։ Հավանաբար Վրինդավան։ Ավելի քան վստահ եմ, որ երկիր մոլորակի վրա մեզ բոլորիս տեղ կա, հողի համար կռիվ անել պետք չի։ Վերջերս իր հետևորդների աջակցությամբ Հակոբը հաղթել է միջազգային մի մրցույթում։ Թեման կրկին շրջապատի մաքրությունն է։ Երջանիկ է, որ ոչ միայն սոցցանցերում են օտար ու հարազատ մարդիկ աջակցում, այլև փողոցում են ճանաչում։ Ոչ միշտ ինչ-որ օգտակարել եմ։ Շնորհակալ եմ։ Ապրես աղբերս։ Այս տարիներին արդեն 1454 պարկ աղբ է հավաքել։ Երևանի կենտրոնում մեր նկարահանումը տևեց 45 րոպե։ Հավաքեցինք 2 մեծ պարկ աղբ ամենաանհավանական տեղերից։ Հակոբ, մեքենայից էլ կարելի է հասկանալ, որ սա քո մեքենան է։ Հա, շատ ժամանակ ընկերներս ասում են, մի ժամանակ վիրավոր կենդանիներին էի փրկում, հենց տանում էի անասնաբուժի բան։ Մի հատ Վանաձորից ընկեր ունեմ, ասում է դու միակ մարդն ես, որ շան բունիկը սարքել ես մեքենա ու քշում ես։ Հիմա ասում են միակ մարդն ես, որ աղբի ավտոն սարքել ես ազնական մեքենա ու քշում ես։ Որտեվ հաճախ բեռնախցիկը սենց լիքը տոպրակներով աղբա լինում էլի, տենց բերում եմ դրսից, մաքրապատում կարող է այդ ձև տեսածել եք ամեն օր մի պարկ սենց աղբ եմ հավաքում։ Ընկերս է Կարենը Իսպանիայից հայք է, հենց ինձ օգնում է։ Չէի տեսես, նեքցեց, ասենք ամեն մարդ իր ուղեղում պիտի ֆայլի, որ դուրսը չի կարելի շփոթել։ Այսքան աղբի ինձ օգնել է, որ հավաքեմ։ Զավեն պապին 2 պատերազմի մասնակից է։ Հայրենիքը պաշտպանել է սահմանում, հիմա էլ հայրենիքը մաքրում է ձեր գցած աղբերից։